Սարսափազդու վիճակագրություն, որ շոկի ենթարկեց բոլորին։ 2010-ականներից գրեթե ամբողջ աշխարհում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացել է։ Աճել են դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերը։ Ինչ պատահեց նրանց։ Մինչ աշխարհն անհանգստանում էր միլենիալների համար իրական աշխարհում գերհոգատարության եւ վիրտուալ աշխարհում դրա պակասի պատճառով 1995-ից հետո ծնված Z սերունդը դարձավ տագնապած սերունդ։ Մենք գերհոգատար ենք իրական կյանքում։ Զրկում ենք երեխաներին ազատ խաղից ու ռիսկի դիմելու հնարավորությունից, բայց բոլորովին անպաշտպան ենք թողնում օնլայն տիրույթում։ Խաղակենտրոն մանկությունը դարձավ հեռախոսակենտրոն, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոնում ու սոցիալական ցանցերում, ինչպես դա ազդեց նրանց հոգեկան առողջության վրա։ Kids are now growing up in a sea of screens and he can't stop his hands from swiping. Բազմաթիվ հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս պատճառները, թե ինչու խախտվեց երեխաների սոցիալական եւ նյարդաբանական զարգացումը, խանգարվեց քունը, սկսվեց մեկուսացում, ուշադրության պակաս ու առաջացավ վտանգավոր կախվածություն։ Վերջին 10 տարիներին երեխաներն անդադար էկրաններին են նայում։ Ահա ինչու են նրանք այդքան միայնակ։ Ամերիկացի սոցիալական հոգեբան, աշխարհի առաջատար գլոբալ մտածողների ու առաջատար մտավորականների ցանկում հայտնված Ջոնաթան Հայթը ծնողներին, դպրոցներին, տեխնոլոգիական ընկերություններին ու կառավարություններին կոչ է անում չհապաղել, ճգնաժամին դիմակայելու եւ երեխաների առողջ ու մարդակենտրոն մանկությունը վերադարձնելու համար, քանի դեռ ուշ չէ։ Նյումեգը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելերներից մեկը՝ Ջոնաթան Հայթ, տագնապած սերունդը, մանկության արմատական վերափոխումը եւ հոգեկան հիվանդությունների համաճարակը։ Գրքի գլխավոր գործընկեր Իզմիրլյան հիմնադրամ։ Բարի լույս, բարի առավոտ, բոլոր նրանց ովքեր հենց նոր մեզ միացան, այո։ Մենք դիտեցինք տեսանյութը, Ջոնաթան Հայթի տագնապած սերունդը գրքի տրեյլերը։ Այո։ Այս շատ կարևոր եւ գիրքը բազմաթիվ հարցերի պատասխան կտա, ինչու են երեխաներն ու դեռահասները ավելի դեպրեսիվ, ունեն անքնություն, դժվար են շփվում, ուշադրության ու կենտրոնացման պակաս ունեն, պահանջ ունեն, այո։ Եվ իհարկե այս բոլոր հարցերի պատասխանները մեզ կտան գրքի հրատարակիչները եւ մեր տաղավարումը մեր շատ սիրված հյուրը Ջոնաթան Հայթի տագնապած սերունդը գրքի թարգմանիչ, Նյումեգ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը, բարի առավոտ Նանե։ Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար։ Շատ հետաքրքիր, շատ ակտուալ թեմայի անդրադարձ ենք այսօր կատարելու գրքում ամենահետաքրքիր մտքերից մեկը շեշտեմ, խոսենք սկզբից դրա մասին։ Ուղարկել ենք Մարսի վրա մեծանալու մեր երեխաներին։ Այ ինչ է սա նշանակում, արդյոք չափազանցվածը, թե իսկապես եթե պատկերը բացենք, սա է։ Շնորհակալ եմ։ Իրականում երբ ես սկսեցի գիրքը ընթերցել, նախ ամբողջությամբ ընթերցել եմ, հետո նոր սկսել եմ թարգմանությամբ զբաղվել, սկզբում տպավորություն է, թե հեղինակը նշում է փաստեր, որոնց մասին բոլորս էլ կարծես այս կամ այն կերպ գիտենք, բայց երբ արդեն սկսում է թվեր, հետազոտություններ, տարբեր փաստեր ներկայացնել, հասկանում ես, որ իրականում շատ մակերեսային տեղեկություն մենք ունենք այս թեմայի վերաբերյալ եւ ընդհանրապես չափազանցված չէ տագնապած սերունդ այս եզրույթը։ Մարսի վերաբերյալ համեմատությունը հենց առաջին տողերից է եւ հեղինակը ասում է, որ մենք մեր երեխաներին ուղարկել ենք Մարս, որտեղ նրանք չգիտեն ինչ պետք է անեն, ինչպես պետք է ապրեն, ինչպես պետք է գոյատևեն։ Սկզբում թվում է, թե սա պարզապես շատ դիպուկ ու պատկերավոր համեմատություն է, բայց երբ հասնում ենք մինչև գրքի վերջին էջ, որտեղ կրկին հիշեցնում է Մարսի մասին, հասկանում ենք, որ իսկապես սոցցանցերի ու տեխնոլոգիական այս նոր դարաշրջանի պատճառով մենք կարծես այլ իրականության մեջ, այլ մոլորակում ենք հայտնվել ու թող որ դրա անունը պայմանականորեն Մարս լինի։ Եվ հեղինակը նաև նշում է, թե ինչու է այս նոր աշխարհը մեզ համար լի ռիսկերով, խնդիրներով եւ հատկապես ու մասնավորապես դեռահասների համար, որոնք իրենց զարգացման ամենախոցելի փուլերում են, եւ այս առումով շատ կարեւոր էր, որ Ջոնաթան Հայթը
ներկայացնում է սերունդների միջև տարբերությունը ոչ միայն պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, համավարակների կամ այլ խնդիրների պրիզմայով, այլ նաև տեխնոլոգիաների զարգացման պրիզմայով։ Օրինակ, մեր ծնողների սերունդը, մեր տատիկ-պապիկների սերունդը ռադիոյի, հեռուստացույցի հետ են այսպես մեծացել ու երբ արդեն հերթը հասել է մեզանից ավելի փոքր ուրեմն սերնդին, խոսքն արդեն սոցցանցերի մասին էր, հեռախոսների մասին էր, եւ եթե 100 տարի առաջվա մարդկանց մի պահ ցույց տային կադր, թե ինչպես ենք մենք այդ փոքր էկրաններին ամեն օր գանված, ամեն պահ, նրանք երևի կմտածեն մենք իսկապես Մարսում ենք հայտնվել։ Այս գիրքը սկսվում է ոչ թե պատասխաններից, այլ հարցերից։ Ըստ ձեզ ո՞րն է ամենացավոտ հարցը։ Իրականում շատ ճիշտ եք նշում, գրքի մեծ մասում հեղինակը հարցեր է տալիս ու իհարկե ընթացքում նաև պատասխաններն ենք ստանում, բայց շատ կարևոր են, թե ինչպես են ձևակերպվում այդ հարցերը։ Ինձ համար իհարկե շատ կարևոր էր, որ իր թեզերից, իր հարցերից բացի հեղինակը նաև իր ընդդիմախոսների հարցերն էր առաջ քաշում, այսինքն նա չէր խուսափում, չէր խոշում այս հարցերը եւս ներկայացնել եւ դրանց իր պատասխանները տալ ու հիմնավորել իր պատասխանները հետազոտություններով։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարցը, որին հեղինակը շատ այսպես մանրակրկիտ անդրադառնում է, հետեւյալն է։ Շատերը կկարծեն, որ միայն սոցցանցերի պատճառով հնարավոր չի, որ ամբողջ աշխարհում դեռահասները տագնապի, դեպրեսիայի, ինքնավնասման, այսպես շեշտակի աճ ունենան։ Եվ հեղինակը ասում է, որ գուցե եւ դուք ճիշտ եք, եկեք միասին ուսումնասիրենք տարբեր օրինակներ եւ պատասխանենք այս հարցին։ Ու ընթացքում հասկանում ենք, որ Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա, Եվրոպայից մինչև Աֆրիկա տարբեր օրինակներ բերելով, իսկապես կա այդ տենդենսը, որ այս բոլոր երկրներում 2010-ականների սկզբից դեռահասների մոտ աճել է դեպրեսիայի տագնապի ցուցանիշները եւ ակնհայտ է, որ այս երկրները ունեն բոլորովին տարբեր քաղաքական, տնտեսական, մշակութային կամ սոցիալական իրավիճակներ եւ միայն նման հանգամանքների վրա իրավիճակը բարթելը շատ սխալ կլինի։ Նանե, այս բոլոր թեմաների մեջ կա մի հատված, որ ամենաշատը տպավորել է ձեզ, ամենաշատը թեկուզ վախեցրել է, անհանգստացրել, թվեր, համեմատություն, ստատիստիկա գուցե դա է։ Իրականում նման թվերը իսկապես շատ են եւ կարդալիս ես այսպես մի էջ կարդում եմ, այսպես փորձում եմ ինֆորմացիան մարսել, հետո շարունակել, որովհետեւ ինչ որ առումով ես էլ այդ սերնդից եմ ու որոշ զուգահեռներ տանում էի, որոշ օրինակներ մտաբերում էի, այսպես համեմատություններ էի անցկացնում, բայց ինձ համար շատ տպավորիչ էր, որ հեղինակը միայն հեռախոսների ու սոցցանցերի վրա չի բարդում իրավիճակը։ Ինչպես մենք գրքի տրեյլերում էլ լսեցինք, ինքն ասում է, որ մենք նաև իրական կյանքում ենք դարձել գերհոգատար ի հակառակ վիրտուալ կյանքի։ Ինչ է սա նշանակում, որ իրական կյանքում ծնողները երեխաներին ազատ խաղի, ռիսկի դիմելու հնարավորություն չեն տալիս, իսկ սա հոգեբանները կփաստեն, մասնագետները կասեն, որ առանցքային է երեխաների զարգացման համար։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, երբ մի կողմից գերհոգատար են ծնողները իրական կյանքում, կարծեմ, որ պաշտպանում են իրենց երեխաներին երևակայական վտանգներից, եւ մյուս կողմում ունենք վիրտուալ միջավայր, որտեղ ծնողները գուցե անգամ պատկերացում չունեն, թե ինչ վտանգներ կարող է իրենց երեխաներին սպառնալ եւ արդյունքում մտածում են, եթե երեխան նստած է համակարգչի առջեւ, ուրեմն նրան որևէ վտանգ չի սպառնում, բայց ունենք բազմաթիվ փաստեր, թե ինչ վտանգների մասին խոսքը կարող է գնալ։ Եվ մի քանի հիմնարար վնասներ է նշում հեղինակը, օրինակ քնի պակաս, ուշադրության մասնատում, կախվածություն ու այս ամենը անգամ մեր մեծահասակների համար է շատ վտանգավոր, ուր մնաց երեխաների, օրինակ այնտեղ մի տվյալ կար, որ ասում է երեխաները օրական 7 ժամ միջին հաշվարկով անցկացնում են էկրանային ժամանցի մեջ ու սա չի ներառում, օրինակ, չգիտեմ, համակարգչով դաս անելը կամ տնային աշխատանքներ կատարելը, սա միայն էկրանային ժամանցի մասին է խոսքը։ Ցավոք սրտի, շատ ցավոք սրտի, բայց նաև հեղինակը տալիս է լուծում։ Ինչ անել եւ ըստ ձեզ որքանով է դա իրատեսական այդ լուծումը։
Այո, հեղինակը շատ կարևոր է, որ գիրքը նաև այդ առումով է ուրեմն կարևոր, որ նաև լուծումներ է առաջարկում, միայն այսպես չի հերթով թվարկում խնդիրները, եւ արժեքը հենց գրքի դրանում է, որ հեղինակը առանձին անդրադառնում է ծնողներին, կառավարություններին, դպրոցներին ու ուսուցիչներին ու յուրաքանչյուրին որևէ բանաձև է տալիս խնդիրը լուծելու։ Իհարկե ես կարծում եմ, որ համակարգային ու երկարաժամկետ լուծման համար պետք է այս բոլոր ուրեմն ատրիբուտները միացնել իրար, բայց նաև կարծում եմ, որ պետք չէ սպասել, որ միանգամից ու ամեն ինչ այսպես այդ փոփոխությունը միանգամից լինի, որովհետև այդպես շատ քիչ հավանական է։ Դրա համար ամեն մեկը իր տեղում, եթե ծնողները որոշեն, չգիտեմ, առաջին քայլը անել, նախաձեռնել իրենց դասարանում հեռախոսազերծ միջավայր, եթե դպրոցները նախաձեռնեն դպրոցում իրապես հեռախոսազերծ միջավայր, այսինքն ոչ թե միայն դասերի ընթացքում հեռախոսները դնեն գրպանում, այլ հեղինակը նշում է, որ ի սկզբանե պետք է հեռախոսները մինչև դասարան կամ մինչև դպրոց մտնելը պահել մի կողմ եւ միայն վերջում արդեն անհրաժեշտության դեպքում վերադարձնել։ Ինչ վերաբերում է կառավարություններին, իհարկե առանց նրանց այսպես մասնակցության անհնար է ամբողջական լուծում ունենալ, որովհետեւ շատ կարևոր է օրինակ օրենսդրությամբ ընդունել, որ այսպես թվային չափահասության տարիքը, սոցցանցերում մուտք ունենալու տարիքը 16 տարեկանն է։ Եվ նման դեպքեր արդեն կան։ Ես գրքի շնորհանդեսի նախորդ օրը հիշեցի այդ օրինակը, որ Ավստրալիայում քաղաքական մի գործչիկին ընթերցել էր այս գիրքը ու իր ամուսնուն ասել էր՝ դուք պետք է անպայման կարդաք այս գիրքը ու փոփոխություններ անեք, եւ կարճ ժամանակ անց Ավստրալիայում ընդունվել էր իսկապես այդ օրենքը, որ թվային չափահասության տարիքը դարձել է 16-ը։ Այո, եւ Հայաստանում էլ նաեւ միտք կա անելու այդ փոփոխումները։ Ամեն մեկը եթե սկսի նույնիսկ ինքը թեկուս մեծահասակները ինքն իր վրա աշխատել, ու եթե ցավոք սրտի մենք շատ ենք կտրվել մեր կյանքից, հենց իրոք կյանքից, մեր առօրյա կենթանի շփումից, ցավոք սրտի։ Շատ ճիշտ եք, մենք դեռ շարունակելու ենք իհարկե գրքի մասին զրույցը, այսքանով չենք սահմանափակվելու, Նանե, շատ շնորհակալ ենք գիրքը ընթերցելու, խորապես ընկալելու եւ նաեւ ցանկանալու, այո, փոխանցել մյուսներին թարգմանության միջոցով։ Շատ շնորհակալ ենք ձեզ, միշտ սպասված հյուր եք մեզ մոտ, հատընտիր գրքերի ընտրությամբ։ Եվ հատընտիր հատուկենտ թարգմանությամբ։ Այո, շնորհակալություն, Նանե։ Շնորհակալ ենք։ Ահա, շնորհակալություն, հնարքանացինք, մենք զրուցում էինք Նյումեգի կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանի հետ։ Նա հայերեն է թարգմանել համաշխարհային բեսթսելեր մեր ժամանակների ամենակարևոր գրքերից մեկը՝ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը»։ Գիրքը ներկայացնում է, թե ինչպես է փոխվել այն սերունդը, որը մեծացել է սմարթֆոններով ու ինչպես է այն ազդում երեխաների հոգեբանական առողջության վրա, եւ գրքի հեղինակը հայ ընթերցողներին նաեւ ուղարկել է տեսաուղերձ։ Այն առաջարկում ենք դիտել, բայց դիտել գովազդից անմիջապես հետո։ Մնացեք մեզ հետ։ Barev, Armenia. This is Jonathan Haidt, the author of The Anxious Generation. Բարև Հայաստան։ Ես Ջոնաթան Հայթն եմ, «Տագնապած սերունդը» գրքի հեղինակը։ Շատ ուրախ եմ, որ գիրքս լույս է տեսնում Հայաստանում։ Գիտեք, մեր երկրները շատ տարբեր են։ Աշխարհի տարբեր ծայրերում մանկությունը տարբեր է, բայց իմ ճամփորդությունների ընթացքում մի բան եմ նկատել։ Ամենուր, որտեղ ծնողներ, երեխաներ եւ սմարթֆոններ կան, մենք բախվում ենք նույն խնդիրներին։ Մեր ընտանիքներում նույն վեճերն են։ Տեսնում ենք, թե ինչպես են կախվածություն առաջացնող հավելվածները խլում մեր երեխաների մանկությունը։ Ամբողջ աշխարհում մայրերն ու հայրերը, բայց առաջին հերթին մայրերը ասում են. ոչ, մենք չենք ուզում նման մանկություն մեր երեխաների համար։ Մենք շատ անելիքներ ունենք, բայց դա հնարավոր է միայն համատեղ ջանքերով։ Մենք պետք է միասին գործենք, որպեսզի երեխաներին վերադարձնենք իրական աշխարհում խաղալու հնարավորությունը, որպեսզի նրանք սոսնձված չլինեն հեռախոսների էկրաններին։ Հուսով եմ, «Տագնապած սերունդը» կօգնի հայ ծնողներին ու երեխաներին հասնել դրան։ Գիրքը չի ասում, թե հեռախոսը չարիք է։ Գրքի ուղերձն այն է, որ մանկությունն իրական աշխարհում հրաշալի է, եւ մենք պարտավոր ենք այն վերադարձնել մեր երեխաներին։
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Newmake հրատարակչությանը, որն իմ գրքի հայաստանյան հրատարակիչն է, եւ Սարգիս Իզմիրլյանին, Իզմիրլյան հիմնադրամին, գիրքը Հայաստան բերելու հարցում աջակցելու եւ դեռ 2024 թվականին իմ առաջին աջակիցը լինելու համար։ Իզմիրլյան հիմնադրամը վերջին 2 տարիներին սատարել է ինձ։ Շատ շնորհակալ եմ նրանց եւ ձեզ իմ գիրքը ձեր երկրում ներկայացնելու համար։ Թող Հայաստանի երեխաները բարգավաճեն թվային դարաշրջանում։ May the children of Armenia flourish in the digital world. Շնորհակալություն պարոն Ջոնաթան Հայթ։ Մենք նախքան իհարկե մեր զրույցը սկսել այս պահին ես եւ Վահանը որոշեցինք ողջունել, որովհետեւ մենք տեղեկացանք հենց նոր, որ մեզ դիտում են հայոց բանակից նաեւ մի շարք զինվորներ, ողջունում ենք բոլոր զինվոր տղաներին, մաղթում բարի ծառայություն եւ խաղաղ ծառայություն, առողջ եղեք։ Բարի վերադարձ ողջունում ենք։ Այո, սիրում ենք բոլորիդ։ Բայց վերադառնալով մեր թեմային, մենք դիտեցինք Ջոնաթան Հայթի տեսաուղերձը, նա գրել է մի շարք կարևոր հարցեր, գիրք նաև, որը մեծ քննարկումներ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Գիրքը կոչվում է Տագնապած սերունդը։ Գրքի գլխավոր գործընկերն է Իզմիրլյան հիմնադրամը։ Եվ գրքում հեղինակը բազմաթիվ ուսումնասիրություններով ու փաստերով ներկայացնում է, թե ինչու են սմարթֆոնները, սոցցանցերը վնասում հատկապես երեխաներին, դեռահասներին, ու թե ինչու դրանց օգտագործումը պետք է հնարավորինս հետաձգել։ Մեր տաղավարում են գրքի խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանը եւ հոգեբան Անուշ Ալեքսանյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում մեր տաղավարում։ Շատ կարևոր թեմայի անդրադարձ ենք անելու, մենք իհարկե խոսեցինք նաև թարգմանչու հետ եւ հասանք նաև այս կետին, որ գրքում ոչ թե միայն սմարթֆոնների անդրադարձն է, այսինքն սոցցանցերի անդրադարձն է, այլ նաև մանկության վերափոխումը, այն ժամանակվա մանուկների մանկությունը այլ էր, այսօրվա մանուկներին է լրիվ այլ է, չափազանցություններ կան այստեղ, թե հենց այդ վերափոխումը կտրուկ ճիշտ բառն է ընտրված։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով այսօր երեխա ունի, կարող է հստակ տեսնել այդ տարբերությունը, որ անցում է տեղի ունեցել խաղային մանկությունից դեպի էկրանային մանկություն։ Եվ իհարկե ծնողները բոլորը շատ անհանգստանում են, շատերը անընդհատ դրա մասին խոսում են, ասում են, որ մեր մանկությունը լրիվ այլ էր, այս երեխաները չեն խաղում, չեն վազում, իրար հետ քիչ են շփվում, խուսափում են բակ գնալ։ Միևնույն ժամանակ կարելի ասել, որ ծնողները եւս շատ խուսափում են, ավելի շատ են խուսափում երեխաներին բակ թողնել եւ ինքնուրույն թողնել, մենակ թողնել շատ դրսում, որովհետեւ ծնողները եւս որոշակի տագնապներով են համակված, որ իրենց երեխաները որքան իրենց աչքի առաջ լինեն, այնքան ապահով կլինեն, կշահեն։ Եվ հեղինակը սրա մասին է խոսում, որ ֆիզիկական անվտանգությունը ապահովելուն զուգահեռ երեխաները մեծ ազատություն են ստանում այդ digital միջավայրում եւ այդ միջավայրից կարծես ծնողները բացարձակ տեղեկություն չունեն, վտանգներից տեղեկություն չունեն, որովհետև այդ վտանգներն էլ անընդհատ փոխվում են նոր տեխնոլոգիաների, նոր մեթոդների միջոցով եւ հեղինակը իր ամբողջ աշխատանքը նվիրել է իրականում այս երկու խոշոր տարբերություններին սերունդների։ Եվ իհարկե դա եւ ես եմ նկատում, եւ ծնողներն են նկատում։ Այո, ես էլ Z սերունդ մեծացնող եմ։ Ահա։ Այո։ Եվ այդ վերափոխումը իմ աչքի առաջ է տեղի ունեցել, եւ ինչ մեղքս թաքցնեմ, սկզբում դա ինձ դուր էր գալիս, որովհետեւ երբ զանգում եմ աղջիկս ինչ է անում, սենյակում նստած է, ինչ որ բանով զբաղված է, չի անհանգստացնում ձեզ, չի անհանգստացնում, ոչ միտեղ չի գնում, որևէ վտանգ մեր ֆիզիկական աշխարհից նրան չի սպառնում, եւ ես հանգիստ եմ, ես աշխատում եմ, գալիս եմ տուն, ամեն ինչ նորմալ է։ Մեկ էլ հանկարծ նկատեցի, որ նա սկսել է քիչ քնել, ուշադրությունը ցրվում է, ոչ մի կետի վրա չի կարողանում կենտրոնանալ եւ գիտեք հետաքրքիրը որն է։ Նա ինձ բացատրում է, ասում է, գիտես, իմ ուշադրությունը իսկապես ցրվում է, որովհետեւ ես սովորել եմ այլ ռիթմի։ Ես պիտի անընդհատ թերթեմ եւ մի քանի վայրկյանից ավել իմ ուշադրությունը ինչ որ բանի վրա չի մնում։ Եվ ես սովորել եմ, որ մի թեմային, ինչ որ մի իրադարձությանը կամ ինչ-որ մի կարճ սյուժեի ես հետևում եմ 20, 30, 40 վայրկյան ամենաշատը։ Եվ նա չի կարդում
մեծ գրքեր, որոնք մենք կարդացել ենք ժամանակին, հա, հաստափոր գրքեր, որովհետև չի կարողանում կենտրոնանալ, չի կարողանում այդ ամեն ինչը մարսել։ Քանի որ այն ժամանակ չկար գիրքը, տագնապած սերունդը, ես ամեն ինչ այսպես լսողությամբ փորձեցի կարգավորել, հա, որպես ծնող, որը մտածում է իր երեխայի մասին։ Ես հասկացա, որ նրան պետք չի թողնել ազատ ժամանակ, որ այդ ժամանակը պետք է լցնել, այո, որ քիչ սրբելու ժամանակ չունենա, անընդհատ զբաղված լինի եւ զուգորդել դրանք անպայման նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, որովհետեւ եթե մենք իջնում էինք բակ, գնդակ էինք խաղում, ռեզին էինք թռնում, հա, բարձր չգիտեմ դուք ոնց մենք թռել ենք, կլաս, վերքեր ենք ստացել, խմբեր ենք կազմել, իրար դեմ պատերազմներ ենք վարել, չակերտավոր, այո, շատ վտանգավոր խաղեր ենք խաղացել, բայց այսօր մեր երեխաները չեն խաղում, եւ դա միայն իմ երեխայի խնդիրը չէր, եթե ես նրան ուղարկեի բակ, նա միևնույն է ինչ-որ մի էկրան էր գտնելու, լուսատիտիկների պես հավաքվելու էին ու բոլորով իհարկե բոլորով այդ էկրանի շուրջ, այսինքն այս խնդիրը չէի լուծելու միևնույնն է, որովհետև միայն ես դա անել չէի կարող։ Դրա համար անհրաժեշտ էին պարապմունքներ, օրինակ սպորտ, ինչ-որ շարժում պահանջող ինչ-որ բաներ։ Ցավոք, այո, մեզ մոտ շատ այդ թեկուզ ռիլզերի հոգեբանությունը, որը որ 30-ից 40 վայրկյան է, դա արդեն հատուկ արված աշխատանք է, որ ուղեղն էլ ընկալի այսքանը։ Վահան, նաև հիմա արագացման ֆունկցիա կա, մատդ ուղղակի պահում ես եւ նա սկսում է ավելի արագ խոսել։ Գիտեք, գնալ շոկային է ինձ համար որն էր, այն նանեին հարցրեցիք, շոկային բացահայտություն։ Ինձ համար շոկ էր այդ կորպորացիաների սառնասրտությունը։ Երբ նրանք իրենց խորհրդակցությունների ժողովների ժամանակ բերում են երեխաների ուղեղի ռենտգեն պատկերները եւ ապացուցում են գիտականորեն, որ երեխան դեռահասության տարիքում լիմբիկ հատվածը, ճիշտ եմ ասում, ճակատային մասը դեռ ձևավորված չի եւ դա ձևավորվում է մինչեւ 26 տարեկան, եւ այդ ամբողջ խորհրդակցության ժամանակ քննարկում են, թե ինչպես կարող են ներգրավել այդ պոտենցիալ իրենց հաճախորդներին, որ կարողանան պահել, որպեսզի առաջացնեն կախվածություն։ Դա սառնասրտորեն մշակված եւ իրականացվող ծրագիր է։ Տաթևիկ, ես մի հարց եմ ուզում ձեզ տալ անդրադառնալով ձեր կողմից նշված այդ թեմային, որ ասացիք երեխաներին պետք է հնարավորին չափով ծանրաբեռնել, այնպես անել, որ միշտ զբաղված լինեն։ Տեսեք, ես մի դեպք ասեմ մեր բակից, մի անգամ նայում էի պատշգամբից ու տեսնում եմ, որ երեխաներ կային, որ խաղում են, շների հետ են խաղում, իրար հետ են խաղում, ինչ-որ ինձ անծանոթ խաղեր էին, բայց ամեն դեպքում վազվզում էին, մեկը ընկավ, էլի այդ վերք, արյուն, երեխան լացում էր, ես ուրախանում էի, ասում եմ, ինչ լավ է, իրանք էլ գիտեն էլի այդ ոտքի վերքը ինչ է, մանկություն է ամեն դեպքում կերտվում, պատմություն, չգիտեմ, սպի տեսքով կլինի հիշողության, ու այդտեղ մի երեխա կար, որ մեքենայից դուրս եկան, ինքը սենց ուզում էր գնար խաղալու, ծնողն ասաց, որ չէ, անգլերենի պարապմունքի ես։ Ու դա ուղղակի տեսա, ասեցի, ոյ, ես երեխան պետք է գնա ոնց է կենտրոնանալու, տեսնում ես բոլորը սենց ճվճվում են, վազվզում են, խաղում են։ Մի խոսքով մի անգամ պատահական ես իջնում եմ ներքև ու երբ սպասում էի մեքենայի, այդ երեխան էլ էր սպասում, խոսեցի հետ, ասեցի, բա ինչ ես անում, փորփրում է այդ երեխայի վերքը, էլի հարցնում էի, ասում էի, բա պարապմունքի ես գնում, բա ունենում ես ազատ ժամանակ, ու երբ որ այդ երեխան իր գրաֆիկը ինձ բացատրեց, ես հասկացա, որ ինքը օրվա ընթացքում առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 9 քնելու ժամ ունենում էր ընդհանրապես կես ժամ ազատ ժամանակ, որի ժամանակ ատամներն էր լվանում։ Դա էլ մի չափազանցություն։ Դա էլ, այո, մի չափազանցություն, այդ երեխան գնում էր շախմատի, լողի, անգլերենի պարապմունքի, մաթեմատիկայի պարապմունքի, ամեն տեղ էր գնում, մակրոմե Շատ լավ է, այո, զբաղված էր, երաժշտական գործիք էր դվագում մեծ ուսին, այսպես դրված, բայց դա էլ գեր ծանրաբեռնվածություն չէ, որը իր հերթին էլի կարող է խլել երեխայի մանկությունը։ Այո, մենք էլի գալիս ենք նրան, որ խաղերը անհրաժեշտ են։ Ինչու՞։ Գիտեք, հեղինակը սրա մասին շատ խոսում է մանրամասն եւ ասում է, որ այս խաղային մանկության ավարտից հետո եւ էկրանային մանկության սկզբին զուգահեռ մենք կորցրել ենք երեխաների ինքնուրույնությունը։
Նաև ծնողների վստահությունը երեխաների նկատմամբ։ Եկեք հիշենք մեր մանկությունը ինչպիսին էր, մենք տանից դուրս էինք գալիս եւ մեր ծնողները իրականում մեզ վստահում էին։ Իրենք մեզ ասում էին, այստեղը չգնաս, այնտեղը չգնաս, այսքան չհեռանաք, այս կանեք, այն կանեք, մենք իհարկե շատ բաներ իրենց չէինք լսում եւ անում էինք այնպես ինչպես մենք էինք մտածում եւ սրա մասին էլ է հեղինակը խոսում, որ ասում է ժամանակակից երեխաները եւ հատկապես տղաները ռիսկի չեն դիմում, շատ խուսափում են ռիսկերից, որովհետև այս էկրանային կախվածությունը մի տեսակ շատ ապահով, հանգիստ, հարմար միջավայր է ստեղծում եւ հենց տղամարդիկ սկսում են, այո, բնազդները, որոշակի պահանջմունքներ, որոշակի այդպես ռիսկի գնալու, մրցելու ցանկությունը սկսում է նվազել, նահանջել եւ հեղինակը հենց դրա մասին է խոսում, որ պետք է վերադարձնել երեխաներին իրենց ինքնուրույն մանկությունը, այն մանկությունը, որտեղ իրենք կարող էին թե ձեռք բերել ծնողների վստահությունը եւ իրենք ձեռք բերել վստահություն իրենց նկատմամբ, փորձելով տարբեր բաներ, տարբեր ռիսկերի դիմելով, իսկապես Տաթևիկի ճիշտ ասում ենք, շատ վտանգավոր խաղեր էինք խաղում, բայց կարծես բոլորս ողջ ենք մնացել, հիշում ենք ու զարմանում ենք, բայց լիքը փորձ ենք կյանքի ձեռք բերել դրանից։ Այդ աշխարհում, այդ հարաբերությունների մեջ մենք ունենք ծնողներ, որոնք մեր ձեռքը բռնած տանում էին, ինչ որ խնդիրների դեպքում, միջանձնային հարաբերությունների դեպքում մենք դիմում էինք մեր ծնողներին եւ նրանք ինչ որ ուղեցույց էին մեզ ասում, ինչպես վարվել, ինչպես պատասխանել եւ այլն, որովհետեւ այդ աշխարհը նրանց ծանոթ էր։ Իսկ հիմա այդ ուղեցույցը լրիվ անծանոթ, անհասկանալի, անծանոթ աշխարհ է եւ մենք եւ շատ դեպքերում մեր երեխաներն այդ աշխարհի մասին շատ ավելին գիտեն, քան մենք։ Եվ հետեւաբար վտանգներից մենք նրանց պաշտպանել չենք կարող, եթե մենակ ենք այդտեղ, պետքա նաեւ պետական միջամտություն, որի մասին խոսվում է գրքում։ Եկեք նաև դրա մասին էլ խոսենք։ Վերջերս, այո, ոչ միայն Ամերիկայում, այլ նաև իմացանք, որ Հայաստանում կա այդ առաջ է քաշվել նաև այդ խնդիրը, որ պետք է արգելվի մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցցանցերում, առհասարակ թույլտվությունը, մուտքը, ինչպես եք վերաբերում այս հարցին եւ արդյոք այս խնդիրը նաև ներառված է գրքում։ Տեսեք, գիրքը բացի հետազոտությունների արդյունքներ ներկայացնելուց, այնտեղ ունի խոշոր գլուխներ, որոնք նվիրված են մեկը կառավարություններին, թե ինչպես պիտի կառավարությունները վարվեն այս հարցերում, մյուսը ծնողներին, մյուսը ուսուցիչներին, այսինքն կրթական կառույցներին, ինչ պիտի անեն այս իրավիճակներում։ Կառավարություններին իհարկե հեղինակը առաջարկում է որոշակի քայլաշար, որովհետև տեսեք, այնպես է ստացվում, որ այս մեծ կորպորացիաները, ինչի մասին նշեց Տաթևիկը, իրենք ունեն իրենց բիզնես նպատակները։ Եվ ստացվում է, որ կառավարությունները իրենց քաղաքացիներին աճող սերնդին, կարծես որպես հումք, այսպես նվիրում են այդ կորպորացիաներին եւ ասում են ինչ ուզում եք արեք, ինչպես ուզում եք օգտվեք եւ կարող եք ինչպես ուզում եք ազդել իրենց հոգեվիճակի վրա, բայց սա իհարկե սարսափելի բան է, այսինքն տեսեք, մենք շնորհանդեսի ժամանակ էլ նշեցինք, համացանցի 80%-ը բովանդակության պոռնոգրաֆիկ բովանդակություն է։ Այսինքն պատկերացնում եք մենք որտեղ ենք տալիս այդ ազատությունը երեխաներին, այսինքն դե հիմա ասում եմ 80%-ը պոռնոգրաֆիկ, մնացած 20%-ն էլ պատկերացնենք, որ ոչ ամբողջն է, չէ, օգտակար ինչ-որ կոնտենտ։ Եվ կառավարություններին հստակ խորհուրդներ է տրվում, թե ինչպես սահմանափակումներ անել, որպեսզի անչափահասները այդքան ժամանակ հնարավորություն չունենան անցկացնելու սոցցանցերում, վիդեոխաղերի մեջ եւ այնտեղ մի բան էլ էր նշում, մոռացա, հիմա կհիշեմ, կասեմ, տեսեք, եւ այնտեղ հերթով առաջարկում է, օրինակ դպրոցներում, որպեսզի երեխաները հեռախոսները հանձնեն, ենթադրենք դպրոց մտնելուց հեռախոսները հանձնեն եւ ամբողջ դասերի ժամանակ հնարավորություն չունենան հեռախոսներին հասանելի չլինեն։ Եվ այսպես մանրամասն եւ մի օրինակով փորձեմ բացատրել, պատկերացրեք, որ խանութներում այսօր ազատ վաճառքի լինեն թմրամիջոցներ։ Եվ որքան էլ ծնողները տանը իրենց երեխաներին արգելեն, ասեն չգնես հանկարծ դա, մենք կարող ենք հանգիստ համեմատել, ասենք անորակ սննդի հետ, չէ, եթե երեխան ունի գրպանի գումար, 7-8 տարեկանից ծնողները գրպանի գումար են տալիս, երեխաները գնում են ինչքան վտանգավոր բան կա, առնում են եւ ուտում են։ Հիմա նույն կերպ, եթե խանութները ազատ վաճառեն
բոլոր վտանգավոր նյութերը երեխաներին, արդյոք հնարավոր կլինի երեխաներին ինչ-որ կերպ հետ պահել։ Այսինքն մենք պիտի խանութները կառավարենք, չէ՞, որ այդ վաճառքը հնարավոր չլինի անչափահասների։ Հիմա հեղինակն է ասում է պետք է կառավարությունները այնպիսի սահմանափակումներ մտցնեն, որ մինչև առնվազն 16 տարեկանը երեխան սոցցանցերում չհայտնվի, վիդեոխաղեր չկարողանա խաղալ կամ որոշակի ժամանակային սահմանափակում լինի, եւ դրանից հետո ինքը բացատրում է արդեն հոգեբանորեն, որ դրանից հետո 16 տարեկանից հետո երեխաները իհարկե բավական արդեն հասունություն ունեն, կյանքի փորձ ունեն եւ որոշակի կարող են արդեն ընտրություն կատարել, ինչից օգտվեն, ինչից չօգտվեն, արդեն իրենց անձը բավական ձևավորված է, արժե համակարգը, վերջապես արդեն լավ ընկերներ ունեն 16 տարեկանում բոլորը եւ արդեն իր վնասը այդքան չի կարող լինել։ Այդ ամեն ինչը պետք է համակարգված լինի, ամենակարևորը։ Եթե սեպտեմբերի 1-ին դպրոց են մտնում դասագրքեր, որոնք գերհագեցած են QR-ներով եւ որոնք բացելու համար անհրաժեշտ են բջջային հեռախոսներ եւ 10 օր հետո մայրաքաղաքի իշխանությունը հայտարարում է, որ դպրոցներում արգելվում են բջջային հեռախոսներ, ես դա չեմ հասկանում։ Մենք իհարկե նաև այո պատտվում էր այդ միտքը գլխումս անդրադարձով, բայց մենք այսպես այնքան խնդիրների այդպես կբախվենք ու ինչքան ճիշտ ասացիք, այո պետք է պարզապես համակարգը վերափոխվի այնպես, որ կարողանանք մենք էլ տեղավորվել այդ համակարգում, հետո նոր Գիտեք, այո, պետք է նաև մեզանից սկսել, ծնողներից սկսել, որովհետև երբ երեխան ծնվում է, դուք առաջինը նրան միս չեք տալիս, չէ՞ ուտելու։ Պիտի մեծանա, կաթնախառնուրդներով, կրծքի կաթով եւ այլն եւ հասնի ինչ որ տարիքի, որին դու աստիճանաբար սնունդը կներմուծես, որն այո, նա կարողանա մարսել։ Հիմա նույնը տեղի ունենում այսօր մեզ հետ սոցցանցերի եւ մնացածի։ Դրա համար մենք շնորհակալ ենք ձեզ, այո, այս նախաձեռնության համար։ Մեզ աշխատել, թե մեծահասակները, թե նույնիսկ մեծահասակները նստած, ուղղակի այսպես նստած են չեն խոսում իրար հետ։ Անդադ այդ սմարթֆոնային վիրտուալ իրականության մեջ են։ Շնորհակալ ենք ձեզ շատ այս գրքի համար, այս աշխատանքի համար։ Եվ այստեղ ներկա գտնվելու համար, զրույցի համար։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Մենք զրուցում ենք Newmek հրատարակչության նոր գրքի Ջոնաթան Հայթի տագնապած սերունդը գրքի մասին։ Գիրքը սարսափազդու թվեր է ներկայացնում, թե ինչպես են փոխվել դեռահասները, երեխաները սմարթֆոնների ու սոցցանցերի պատճառով։ Նրանք դարձել են տագնապած, մեկուսացած, հոգեբանական տարբեր խնդիրներով։ Եվ ամենակարևորը երեխաների մանկությունը հիմնովին փոխվել է, դարձել է հեռախոսակենտրոն եւ ոչ թե խաղակենտրոն։ Գրքի գլխավոր գործընկեր Նիզմիլյան հիմնադրամն է, գիրքը կարող եք գնել Թումանյան 35 հասցեից, G-Space-ում գտնվող Newmek-ի Book Salon-ից կամ պատվիրել newmek.am կայքից։ Վստահ ենք, որ այս գիրքը շատ ծնողների համար կդառնա ուղեցույց եւ կօգնի ժամանակին տեսնելու խնդիրները եւ օգնելու իրենց իսկ երեխաներին հաղթահարելու բոլոր վախերն ու տագնապները։ Շատ կարևոր գրքի մասին զրույցներից հետո կարճատև շատ դադար կլինի, հետո էլի հյուրեր ունենք, դեռ խոհանոց էլ պետք է տեղափոխենք։ Այո, ճիշտ ես։ Այո, այնպես որ շարունակենք մնալ բարի լույսի հետ, կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին։ Գովազդ։